Առաջին օրվանից մեր ժողովրդի թշնամիները աշխատել են մեր ժողովրդին մեկուսացնել ինձնից, իմ ընկերներից, մեր գաղափարներից։ Բոլշևիկյան տարիներին տանում էին բանդ, հետո աքսոր, հետո վերջում արտաքսեցին Հայաստանի անկախության առաջին տարիներին պարավաքար, հետագայում գեղձիկներով, գրասենյակների վերացումով նույն բանը։ Այսօր ես ենթադրում եմ, որ հստակ ասելը դժվար է, ով մինչև այս շրջանը ամեն բան անում էր կոմունիստական բռնապետության KGB-ն։ Այսօր հատկապես ով, ինչպես, բայց երբ ակնհայտ դարձավ, որ 0% ունեցող Հայրիկյանը հանկարծ ունի 10%-ից ավելի եւ դա շարունակում է սրընթաց, դա ինչ-որ մարդկանց կարծում եմ իզուր տեղ է։ Սուր անհանգստացրեց, որովհետեւ մինչև այսօր ես ոչ մեկին ցավ պատճառելու գործողություն չեմ արել, եթե ինչ-որ բան էլ կարող է որին մեկ ցավալի թվալ, ապա դա ժամանակավոր է, որովհետև հասարակական կյանքը առողջացնելու գործը օգտակար է նաև հանցագործի համար։ Ինչ վերաբերում է այսօրվա այս դիմումին, դուք երևի Facebook-յան իմեջում տեսել եք, որ ես նաև նկատառում ունեմ, եւ որպեսզի դա չթվա գաղտնի 4 պատերի հետևում արված գործ, ես հրապարակավ դիմեցի մյուս տեխնատուներին, որովհետև ունեինք շատ գեղեցիկ արդյունքներ։ Առաջարկված է նաև լրագրողների մասնակցությամբ այդպիսի հարցում իրականացնել։ Եթե ժամկետը երկարացվում է, նույնիսկ եթե չերկարացվի, հարցում կարող ես անել, բայց պիտի չհրապարակես։ Այսինքն հրապարակային հարցում ենք անում, արդյունքներ ամփոփում եւ բոլորդ մասնակից եք դառնում այդ հրաշքի վկայությանը։ Այսինքն 3 ընդդիմադիր տեխնատուները միասին ունեն մոտավորապես 40%, բայց միավորվելով եւ միասնական թիմով ներկայանալու դեպքում ունենում են 40%։ Ես եւ հեռախոսազանգերով եմ խոսել նախնական ուղղակի հանդիպման մասին եւ առանձին նամակագրությամբ եւ ի վերջո որոշել եմ հրապարակային դիմել, որովհետեւ այս գործը ինձ չի վերաբերում, ոչ էլ Բագրատյանին ու Ռաֆի Հովհաննիսյանին։ Ես ուզում եմ, որ այս գործը կատարվի, եթե կատարվելու է, եթե մենք նաեւ տեխնատուներս արժանի ենք այդ միասնության կայացմանը, կատարվի հասարակության ուշադիր հայացքի տակ, որովհետեւ եթե դու իսկապես բարեկամ ես, պիտի նրան ում բարեկամություն ես ուզում անել, նրանից գաղտնիք չպահել։